Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, առողջ առավոտ նախագիծը շարունակում է այս շաբաթյա համագործակցությունը Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, ներկայացնելով թեմաներ, որոնք ըստ մեր դիտարկման շատ կարևոր են, բայց այդքան լայն տարածում չունեն մեդիա հարթակներում։ Առողջ առավոտ Բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ Բժիշկ Ավետիսյան։ Դուք գիտեք ինչի մասին ենք այսօր խոսելու։ Այո։ Խոսելու ենք Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրատարակվող եւ ներկայացվող տարեգրքերից, իսկ թե ինչ են դրանք, կպարզենք Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ տիկին Դիանա Անդրեասյանի հետ։ Առողջ առավոտ տիկին Անդրեասյան, առողջ առավոտ Դարձյալ Բժիշկ Ամիրյան, կարծում եմ այսօր սուպեր հետաքրքիր թեմա ենք վերցրել, որովհետև շատ հաճախ մենք պրակտիկ բժիշկներս կարծում ենք, որ վիճակագրությունը մեր մասին չէ, կարծում ենք, որ օֆիցիալ հրապարակված հիվանդացություն եւ այլն այսպիսի ցուցանիշները մեզ չպիտի հետաքրքրեն, չգիտակցելով, որ մենք գտնվում ենք այդ ամենի մեջ։ Այսօր փորձենք հայացք կողքից կամ ինչ-որ առումով նաեւ հայացք ներսից, կարծում եմ մեր հանրապետության առաջատար մասնագետներից մեկի հետ վիճակագրության եւ առասարակ բժշկական տեղեկատվությունը թվերի լեզվով ներկայացնելու մասին փորձենք խոսել։ Շնորհակալ ենք, որ ընդունել եք մեր հրավերը։ Եվ այսպես, ինչ է տարեգիրքը, ինչի մասին է այն, բացենք փակագծերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, առողջ առավոտ, եւ բնականաբար դուք այսօր բարձրաձայնում եք շատ կարեւոր մի խնդիր, առողջապահական վիճակագրություն, ինչ է իրենից ներկայացնում եւ պետք է ասեմ, որ շատ դեպքերում ինքը մնում է կուլիսներում։ Մարդիկ չեն պատկերացնում եւ մասնագետները, թե ինչ է առողջապահական վիճակագրությունը եւ ինչ դերակատարում ինքը ունի։ Եվ պետք է ասեմ, որպես հանրային առողջապահության մասնագետ, առողջապահական տեղեկատվությունը դա այն սյունն է, որը հիմք է հանդիսանում տարբեր վերլուծությունների, քաղաքականության մշակման, ռազմավարության տարբեր ուղղություններով եւ իհարկե միջոցառումներով, քանի որ պատկերացնենք, որ եթե մենք չունենանք վիճակագրություն, ինչ է տեղի ունենալու։ Շատերին թվում է, որ դա միայն 4 թվեր են եւ բժիշկներին դա բացարձակապես չի հետաքրքրում, մինչ այն պահը, երբ իրենք սկսում են զբաղվել գիտությամբ։ Այ հենց որ պետք է գիտական աշխատանք անեն, տարբեր հոդվածներ հրապարակեն, բնականաբար այդտեղ արդեն սկսվում է հետաքրքրությունը, բայց խորքային ոչ մեկ ի սկզբանե չի փորձում հասկանալ եւ գնահատել։ Եթե մենք տեսնենք, թե ինչ է վիճակագրությունը, նախ ստատիստիկը ինքը արդեն ասում է ստատուսի մասին, այսինքն բնակչության կարգավիճակի մասին։ Եվ բնականաբար առանց վիճակագրության մենք չենք ունենա ժողովրդագրական պատկերը, բաշխվածությունը, այսինքն էլեմենտար օրինակներ բերեմ, բնակչության այդ բուրգը, թե ինչպիսին է պատկերը, մենք ինչ խնդիր ունենք, մենք չենք ունենա։ Ասեմ, որ դիտարկելով կոնկրետ հենց բնակչության կառուցվածքը ըստ սեռատարիքային խմբերի, մենք ունենք ծերացում ու արդեն բավականին բարձր է ցուցանիշը, որովհետև եթե ըստ ՄԱԿ-ի սահմանումների 65+ բնակչության կշիռը կազմում է 7%, արդեն խոսում է ծերացման մասին։ Մեր մոտ այն ավելի բարձր է 12, մոտ 13% համապատասխան վիճակագրական կենտրոնի տվյալների։ Եվ այսինքն պատկերացրեք, չունենանք այդ տվյալը, մենք մեր ռեսուրսները պետք է ճիշտ պլանավորենք, այսինքն տարեցներին համապատասխան ծառայությունների մատուցումը, տեսնենք թե ինչ հիվանդություններ են առկա, որոնք են խնդիրները։ Երկրորդը, եթե մենք չունենանք վիճակագրությունը նույն մահացության, հիվանդացության մասին, մենք չենք պատկերացնի, թե մեր ուղղվածությունը որն է այսօր առողջապահական համակարգում, մենք ինչ
դերակատարում պետք է ունենանք, ինչ պետք է առաջարկենք կազմակերպիչներին, որպեսզի կարողանանք նվազեցնենք բեռը, շուտ կանխարգելենք, նույն օրինակ տարբեր ռիսկի գործոնների հետ կապված, բնակչության վարքագծային եւ կենսաբանական ծխախոտի տարածվածությունը, ավելորդ քաշի, ճարպակալման, ֆիզիկական թերակտիվության, անառողջ սննդի, եթե մենք չունենանք այդ պատկերացումը, բնականաբար կարող ենք ասել, որ մեր աշխատանքը զրոյական է, որտեղ մենք չենք ունենա փաստահեն տվյալներ, որպեսզի կարողանանք անել համապատասխան առաջարկություններ։ Իդեպ, երբ մշակվում են ռազմավարություններ եւ տարբեր ծրագրեր առողջապահական, որոնք ունեն միջգերատեսչական համագործակցություն, շատ կարևոր է, որ մենք ունենանք մեր թիրախները, այսինքն հիմա պատկերը ինչպիսին է, օրինակ նույն կյանքի սպասվող տևողության կամ վաղաժամ մահացության, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից, եւ մենք որ թիրախին պետք է հասնենք։ Եվ բնականաբար այդ գնահատումները արվում են անընդհատ եւ պետք է մենք ունենանք մեր, այսինքն ճիշտ ուղղվածությունը եւ անել առաջարկներ։ Եթե մենք տեսնում ենք, որ խնդիրներ կա, ուրեմն մեր ծրագրի հետ կապված մենք ունենք խնդիրներ, պետք է փոխել ուղղվածությունը, պետք է մեր միջոցառումները փոփոխել, ավելի բարելավել, որպեսզի մենք ունենանք ավելի արդյունավետ աշխատանք, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը, ֆինանսական բեռի նվազեցմանը, կադրային ներուժի հավասարաչափ աշխատվածությանը եւ այլն։ Իդեպ ասեմ, որ մենք տվյալները հավաքագրում ենք եւ այդ տվյալները հետագայում կյանքի ենք կոչում, այսինքն չենք թողում, որ իրենք մնան այսպես չոր վիճակում, ոչ սիրված, անտեսված եւ մենք ամեն տարի հրապարակում ենք մեր տարեգրքերը, որոնք հասանելի են մեր ազգային ինստիտուտի կայքեջում եւ ունենք մի մեծ տարեգիրք, որը շուրջ 300 էջ է, պատկերացրեք տվյալների ծավալը, շատ դեպքերում երբ մասնագետները սկսում են նայել, կարող է մի փոքր դժվարանում են, չեն կարողանում գտնել եւ մենք մի այլ լուծում գտանք, մենք փորձում ենք այդ տվյալները վիզուալիզացնել թե տարեգրքի ձևաչափով, այսինքն մենք կարող ենք ցույց տալ նաև մեր գործընկերներին խնդրենք, որ զում անեն եւ տեսախցիկով ավելի լավ բացատրենք, շատ ավելի տեսեք այն ինչ որ ես խոսում էի, սա մենք հիմա արդեն երևի հաջորդ շաբաթվա ընթացքում կտեղադրենք արդեն նոր մեր հրապարակումները եւ Տիկին Անդրեասյան, կարող ենք պատտել դեպի տեսախցիկը եւ մեկնաբանել։ Տեսեք օրինակ այն ինչ որ ես խոսում էի բնակչության թվականակը, այստեղ հենց բնակչության բուրգն է, որը փաստահեն ցույց է տալիս, որ մենք ունենք ծերացման Ինչպես ենք սա տեսնում։ Եթե դուք նայեք տարիքային խմբերով, տեսեք 65 եւ պլյուսը բնակչության, ինքը ավելի բարձր է։ Տեսեք, եթե մենք նայում ենք, ինքը ավելի բարձր է, քան օրինակ մյուս տարիքային խմբերը։ Նույնը մենք այսպես նաև շատ կարևոր է, երբ որ դու թվերի հետ խոսում ես, դու պետք է ճիշտ լեզվով խոսել, ճիշտ բացատրել։ Կարևոր է նաև, որպեսզի մենք դինամիկան ներկայացնենք, եւ դինամիկան մենք օրինակ տալիս ենք նույն քաղաքային, գյուղական բնակչության աշխատվածությունը, եւ մենք օգտագործում ենք տարբեր ռեսուրսները եւ վիճակագրական կոմիտեի տվյալները եւ նաեւ այն ինչ որ ես ասում եմ կյանքի սպասվող տևողությանը եւ նաեւ տեսեք մանկական մահացությունը մինչեւ 1 տարեկան, որը մենք ունենք կտրուկ նվազեցում եւ սա նաեւ խոսում է այն փաստի մասին, որ բավականին մեծ առաջադիմություն ունենք իշնորհիվ այն ծրագրերի, որոնք իրականացվում են նախարարության կողմից։ Սա 2024-ին լույս է տեսել ամփոփելով 23-ը, մեկ շաբաթ անց մենք արդեն կունենանք 24-ը։ Ներողություն եմ խնդրում, փոքրիկ նկատառում որպես բժիշկ, նաև առողջապահության կազմակերպիչ, այսինքն առողջապահական համակարգի մասին դատողություններ անելուց առաջ, հուզական դատողություններ անելուց առաջ պետք է տիրապետել թվերի լեզվին, եւ եթե մենք մեր երկրի բնութագրում ենք մեր առողջապահությունը առհասարակ, լավ կլինի, որ առաջին հերթին ժամանակատար մի բանով զբաղվենք եւ իրապես ծանոթանանք, ոչ թե խոսենք այն, ինչ ուզում ենք խոսել այդ պահին։ Ցավոք մենք շատ ենք բախվում նման խնդիրների հետ, որ սիրողական վերլուծություն է տրվում, որը
ապացուցողական տվյալների վրա հիմնված չէ եւ շատ դեպքերում մենք ստիպված ենք լինում բացատրություն տալ, մեկնաբանել, այո, համեմատել միջազգային տվյալների հետ, որովհետեւ պատկերացրեք գրվում է մի նյութ, որ օրինակ ինչ որ X հիվանդությունից Հայաստանը զբաղեցնում է առաջի տեղը, բայց հարգելիներս, այստեղ մի խնդիր կա, որ մենք նաև պետք է դիտարկենք ոչ թե միայն ընդհանուր մահացությունը, որովհետև միևնույն է յուրաքանչյուր անձ ինչ որ մի հիվանդությունից պետք է մահանա։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք մեր ուշադրությունը բևեռենք վաղաժամ մահացությանը, առավել տարածված հիվանդություններից, որոնք ինչպես եվրոպական տարածաշրջանի երկրներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, դա ոչ վարակիչ հիվանդություններն են։ Դա անոթային համակարգի հիվանդություններն են, դա չարորակ նորագոհացությունները, մետաբոլիկ խնդիրներն են, դա էնդոկրին հիվանդությունները, մասնավորապես շաքարային դիաբետը, դա թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններն են, եւ դա բնորոշ է բոլոր երկրներին, բայց շատ կարեւոր է, որպեսզի մենք նվազեցնենք վաղաժամ մահացությունը։ Ինչու՞, որովհետեւ վաղաժամ մահացության ցուցանիշը երբ բարձր է լինում, սա հանդիսանում է մեծ տնտեսական բեռ մեր երկրի համար եւ բնականաբար փոխում է ժողովրդագրական պատկերը եւ առողջապահական համակարգի ռազմավարության 2023-26 թվականներին մենք ունենք այնտեղ ինդիկատորներ եւ սահմանել ենք այս բոլոր կարեւոր ինդիկատորները, ընտրել ենք թիրախը, որին մենք պետք է հասնենք եւ պետք է ասեմ, երբ համեմատում ենք 22 թվականի հետ, օրինակ մենք ունենք բավականին մեծ բարելավում այս ցուցանիշների տեսակետից հենց վաղաժամ մահացության եւ կյանքի սպասվող տևողության։ Եվ տեսեք, օրինակ մենք նույն այս ձևով ներկայացնում ենք օրինակ մահացությունը տարբեր հիվանդություններից եւ ինքը արդեն այնպես ենք մենք իրեն ներկայացնում վիզուալիզացված ձևով, որ անգամ եթե մասնագետ չէ, ինքը շատ հանգիստ տեսնում է, թե որն է հիմնական պատճառը հիվանդության եւ բնականաբար արդեն սա դեռ սկիզբն է, երբ մենք նայում ենք հիվանդացությունը, մահացությունը։ Եվ բնականաբար, տեսեք, մենք դա ներկայացնում ենք նաև քարտեզների տեսքով, որովհետև շատ կարևոր է դիտարկել ոչ թե միայն հանրապետության մակարդակով, այլ տեսնել, թե ինչ է կատարվում մարզերում։ Այո, կառուցվածքային առանձնահատկությունները, կարևոր է կառուցվածքային առանձնահատկությունները, որովհետև երբ մենք խոսում ենք միայն կոնկրետ հանրապետության մասին, դա մեզ պատկերը տալիս է ընդհանուր։ Եթե մենք մեր երկրի վերաբերյալ տվյալներ ենք ներկայացնում, նաև շատ կարևոր է, որ մարզային կտրվածքով տանք։ Ներողություն եմ խնդրում, սա երկլեզու է, ընդ որում, երևի սա դեռ հայերեն է, բայց մենք այս տարի կանենք մեծ տարեգիրքը, ինքը համ հայերեն է, համ անգլերեն, մենք ընդհանրապես միշտ պատրաստում ենք երկու լեզվով, որովհետև պահանջարկը շատ մեծ է միջազգային կառույցների եւ իրենք դիտարկում են փորձագետները, նաև ասեմ, որ մենք նաև համագործակցում ենք եւ վիճակագրական կոմիտեի հետ եւ տարբեր միջազգային կառույցների հետ, որովհետեւ մենք փոխանակում ենք տվյալները մեր ամբողջ բնակչության հիվանդացության, կադրային ներուժի, ռեսուրսների, այսինքն ինչքան մահճակալ կա, ինչքան մահճակալային զբաղվածությունը, ինչքան հոսպիտալացում ա լինում, ԱՊ հաճախումներ, մենք դա տալիս ենք նաև փոխանակում ենք վիճակագրական կոմիտեին, որովհետև նույն ձևի տպագրվում է տվյալները ախոսակների ձևով իրանց կողմից։ Տալիս ենք առողջապահության համաշխարհային կազմակերպությանը եւ բնականաբար Health for All database հենց շտեմարանում կա նաեւ Հայաստանի տվյալները։ Ինչու է դա կարևոր։ Ես իհարկե նաև մի երկու տվյալի եմ ուզում անդրադառնալ։ Օրինակ, տեսեք, մենք այստեղ հատուկ ըստ հիվանդությունների դասակարգչի տալիս ենք, թե որ հիվանդությունների դինամիկան ենք տալիս, շարժընթացը, եւ շատ կարևոր է ընդհանրապես, եթե դու խոսում ես թվերի մասին, պետք է ներկայացնել 10-20 տարվա մակարդակով, մանավանդ եթե դա
ոչ վարակիչ կամ քրոնիկ հիվանդությունները։ Մեկ օրինակ կբերեք, կապույտում տեսնում եմ բավականին լուրջ դինամիկ փոփոխություն, Սա ես ներկայացնեմ, սա վարակիչ հիվանդություններն են, վարակիչ եւ մակաբուծական, եւ այ տեսեք մենք ունենք փոփոխություն, բայց ցավոք պետք է ասեմ COVID-ի ժամանակ Սա COVID-ի պիկն է։ Սա COVID-ի պիկն է, որը ես ընդհանրապես ինքը երբ վերլուծում են, նաեւ պետք է դա ուշադրություն դարձնել եւ նույնպես ցուցանիշի մեջ ինչ է փոխում միջինացված։ Եվ եթե ես նաեւ ձեզ ցույց տամ կոնկրետ սրտանոթային համակարգի հիվանդությունները եւ ակնհայտ երևում է, որ մենք այդ 2021 թվականներին ունեինք աճ, որը բնականաբար պայմանավորված էր այն հանգամանքով, որ դա հենց COVID-19 էր եւ նաեւ պատերազմային իրադարձությունները, որոնք չէին կարող չանդրադառնալ։ Այո, փոխեցին ցուցանիշները։ Դե բայց դա միայն Հայաստանին չէ հատուկ, ամբողջ աշխարհում։ Դա բոլոր ամբողջ աշխարհում էր, բայց քաղցկեղների տեսակետից մենք տենց բարձր աճ չունեցանք, որովհետև նաև պետք է ասեմ, որ այդ 20 թվականին սահմանափակումներ մտցրեցին եւ բոլոր հիվանդանոցները բացի մասնագիտացվածից իրենց ուղղությունները փոխել էին եւ բնականաբար կարեւորությունը տրվում էր COVID-19-ին։ Շատ դեպքերում բնակչությունը բուժառուները վախենում էին դիմել հենց COVID-19-ի պատճառով, օրինակ քաղցկեղի դեպքում կարող էինք բարձի թողի դեպքեր ունենալ եւ վիճակագրությունը փոխվեր պատկերը, հա։ Այո, եւ նաեւ տեսեք, օրինակ կոնկրետ եթե խոսում ենք նույն սրտամկանի սուր ինֆարկտի մասին, տալիս ենք կին տղամարդ բաշխվածությունը, որպեսզի տեսնենք, թե որն է մեր ռիսկային խումբը։ Ու ռիսկային խումբը հանդիսանում է հենց 35-ից 65։ Տեսեք, Տիկին Անդրեասյան, երբ որ մենք եւ ընդհանրապես հայկական առողջապահական մեդիայում, երբ որ բժիշկները հյուրընկալվում են, հիմնականում կլինիցիստներն են եւ խոսում են ավելի շատ թեորիապես եւ խոսում են միջազգային ցուցանիշներով մոտարկված։ Մենք կարծում եմ անհրաժեշտություն կա, որ մենք շատ ավելի շատ այս ուղղություններին ոնց որ տեղ տանք եւ փորձենք իրական լեզվով խոսել, իրական թվերի պատկերով խոսել, որովհետեւ այստեղ կա մաթեմատիկա, այստեղ կա հստակ հիմք, կա պրոֆեսիոնալիզմ։ Գիտեք, Տիկին Անդրեասյան, ես մտահոգություն ունեմ, որ միայն այս գիրքը կարելի է մի 4 հաղորդման ընթացքում վերլուծել։ Ես մի հարց ունեմ, թեկուզ եւ մի փոքր ձեզ շեղելով, բժիշկ Ամիրյան, գիտեք ինչն է ինձ հետաքրքրում։ Մենք թվայնացման բուրըն էտապում ենք։ Մենք հետխորհրդային երկիր ենք։ Ինչ ուզում է լինի, նորանկախ պետություն ենք եւ այլն, բայց մեր վիճակագրության հավաքագրման գործընթացը բժշկական կարծում եմ դուք կհամաձայնեք, ես մի քիչ վերապահումներ ունեմ այնտեղ, որովհետեւ մարճակալ օրերի հաշվարկներ եւ այլն հիվանդանոցներում միշտ չէ, որ այսինքն այն մեթոդաբանությունը, որով մենք հավաքագրում ենք վիճակագրությունը, կարծում եմ կարող է էապես ազդել իրական վիճակագրության վրա եւ ենթադրում եմ, որ թվայնացումը պետք է առավել ճշգրտում մտցնի այստեղ եւ ավելի վերահսկելի դարձնի եւ որպես կանոն դրանք ռետրոսպեկտիվ հետին թվով վերլուծություններ են, իսկ այս ընթացքում արդեն իսկ on-line կարելի է շատ բաներ տեսնել։ Ինչ կարծիք։ Ես ուզում եմ Ես համամիտ եմ ձեր հետ եւ տեսեք մեր ամենակարևոր նաեւ նպատակը դա թվայնացումն է առողջապահական համակարգի, որը սկսվել է 2017-18 թվականից։ Ուզում եմ ասել, որ բավականին մեծ առաջադիմություն ունենք, եթե համեմատենք նախորդ տարիներին, որովհետև մենք արդեն տեսնում ենք պացիենտների այցերը արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող հաստատություններում։ Դասակարգիչները հիվանդությունների իրենք արդեն դասակարգիչը հենց ի սկզբանե, երբ թվայնացման գործընթացը սկսվեց, օգտագործվում է հիվանդությունների եւ առողջության հետ կապված 10-րդ վերանայման դասակարգիչը, այսինքն եթե ավելի հակիրճ ասեմ, ICD-10-ը, որովհետեւ դա պարտադիր պահանջ է եւ դա առմետ համակարգում արդեն ներդրված է։ Այո, հիվանդությունների միջազգային դասակարգման մասին է խոսքը։ Մեծ աշխատանքներ է արվում, կոնկրետ արդեն, որ մենք ունենում ենք բավականին մեծ քանակով տվյալներ, մենք օգտվում ենք այդ տվյալներից, բայց նաև հիմա ոնց որ քայլ առ քայլ մենք գնում ենք նրան, որ մենք կարողանանք արդեն ամբողջությամբ այդ բոլոր գործիքները ունենանք եւ
հույսով եմ, որ մենք արդեն ապագայում կկարողանանք Արմետ համակարգից այդ ամենը ստանալ, որովհետև բավականին մեծ աշխատանքներ է արվում եւ նույն հիվանդությունների հետ կապված կադրային ներուժի ներդրվել է 3 ռեգիստր։ Մեկը դա քաղցկեղների ռեգիստրն է, շաքարային դիաբետի ռեգիստրն է եւ հոգեկան առողջության հետ կապված ռեգիստրները, ունենք նաեւ կադրային ներուժի ռեգիստր, որը նաեւ թույլ կտա, որ մենք տեսնենք բաշխվածությունը եւ բժիշկների առկայությունը ըստ մասնագիտությունների։ Պետք է ասեմ, որ համագործակցելով մենք նաեւ մեծ առաջընթաց ունեցանք, կոնկրետ օրինակ երեխաների աճի եւ սնուցման վերաբերյալ մինչեւ 2 տարեկան եւ այդ բոլոր տվյալները մենք ստանում ենք եւ մենք հրապարակում ենք արդեն էլեկտրոնային ձևաչափով։ Նույնը այցերը, գրանցված բնակչությունը ըստ բուժ հաստատությունների եւ համամիտ եմ ձեր հետ, որ հետագայում, եթե արդեն մենք փոփոխենք եւ ամբողջականը ունենանք էլեկտրոնային ձևաչափով, բնականաբար սխալներն է քիչ կլինի, բայց միևնույն է պետք է հաշվետվություն հանձնելու ընթացակարգն էլ կարծում եմ պետք է ամբողջությամբ վերանայվի բժշկական կենտրոններում։ Ես համամիտ եմ ձեր հետ։ Դա կարող է սխալի հիմք լինել։ Ես համամիտ եմ ձեր հետ, բայց կարևորությունը կայանում է նրանում, որ հիմա մենք նաև համագործակցելով Արմեդի հետ անում ենք այնպես, որ արդեն անում ենք այնպես, որ մենք ունենք գործիքներ, որի միջոցով մենք այդ ամբողջական տվյալները ստանում ենք։ Այսինքն կառուցվածքային վիճակագրության հավաքագրման եւ ձևավորման կառուցվածքային մոդելն էլ է փոխվում։ Այո, որովհետեւ տեսեք, օրինակ նույն գրանցված բնակչությունը մենք արդեն շատ հանգիստ ստանում ենք Արմեդ համակարգից։ Նույն այցերը, ԱԱՊ հաստատություններ նույնպես մենք ստանում ենք։ Եվ նաև ուզում եի ասել այն համակարգի մասին, երեխաների աճի եւ զարգացման, որ բոլոր տվյալները երեխաները մինչեւ 2 տարեկան, երբ այցելում են ԱԱՊ հաստատություն, որոշվում է քաշահասակը եւ արդեն գործիք է ներդրվել, որ ավտոմատացված ձևաչափով մենք ունենում ենք այդ տվյալները։ Այսինքն մենք արդեն բավականին մեծ աշխատանքներ է արվում եւ բնականաբար մոտակա ժամանակներում մենք արդեն պետք է անցնենք այդ գործիքների։ Եվ մեծ հույս ունենք, որ նաև մարզային բժշկական բոլորը հաստատությունները դա կապ չունի, դա առողջության առաջնային պահպանման մասով համաձայն եմ եւ պետական պատվերի մասով համաձայն եմ, որովհետեւ նաև վերահսկվում է Արմեդի պետպատվերի մասով, բայց մասնավոր ներողություն վճարովի ծառայությունների դեպքում մի փոքր խնդիր կա, համաձայն եք։ Բայց հիմա լիցենզավորման պահանջի համաձայն, այստեղ արդեն նշանակություն չունի, դա մասնավոր է, թե պետական, բոլորը պետք է պարտադիր ընդգրկված լինեն Արմեդ համակարգում։ Սա պարտադիր պահանջ է։ Այդ թվում վճարովի ծառայություններ մատուցելիս։ Այդ թվում ես ձեզ ասեմ, որ բավականին շատ հաստատություններ կան, օրինակ նույնը ծննդօգնությունը, որ մենք Արմեդ համակարգով նայում ենք, դե բնականաբար դա պետպատվերի շրջանակում է արվում, այդ բոլոր տվյալները արդեն առկա են եւ օրինակ կեսարյան հատումները, որ վերլուծում ենք եւ նայում ենք, նույն ծնունդները, եւ գիտեք ինչն է կարեւոր, որ մենք միշտ համեմատական ենք տանում, որպեսզի հասկանանք հանկարծ սխալ թույլ չտանք տվյալների հետ կապված, մեր տվյալները եւ նաեւ Արմեդ համակարգի տվյալները եւ կարեւորությունը նա է, որ մենք արդեն ունենանք էլեկտրոնային ձևաչափով, որը կհեշտացնի բժիշկների կյանքը նաեւ։ Հիշում եք, չէ, որ տարիներ առաջ թվայնացումը մի ահռելի անլուծելի խնդիր էր, թվում բազմաթիվ պատճառաբանություններ եւ կարծես թե մոտեցել ենք այս փուլին, այն փուլին, երբ իսկապես կարող է մեր ամբողջ առողջապահական համակարգը մեծամասամբ թվայնացված լինել։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, ես մեծ ուշադրությամբ լսում եմ այս լայն ինֆորմացիան, որը որ բավականին չգիտեմ ինչ հրաշալի էմոցիաներ ինձ մոտ արթնացրեց, ես տեղյակ եմ նաև, որ շատ բավականին բարդ մասնագիտություն ունեք, կուզեի խոսեիք դրա մասին նաև եւս եւ կուզեի խոսենք նաև ռիսկի գործոնների վերաբերյալ եւ ինձ որպես երիտասարդ մասնագետ բժշկի, ով ապագայում մոտալոտ ապագայում նպատակ ունի որից ինչ-որ գիտական հետազոտություն կամ գիտական հոդվածներ անելու, այլ որտեղից կարող է օգտվել վիճակագրական տվյալները, որպեսզի ամեն անգամ այսպես գիրքը չբացել, չթերթել, արդյոք կա այլ ալտերնատիվ տարբերակ։ Շատ լավ, ես նաև
ներկայանամ, ես առողջապահական վիճակագրության եւ հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավարն եմ եւ ասեմ, որ ինչու է նաեւ կոչվում հետազոտությունների, որովհետեւ մենք 2000 թվականներից պարբերաբար իրականացնում ենք հետազոտություններ։ Ոչ թե միայն պաշտոնական վիճակագրությունն ենք հավաքագրում, այլ նաեւ այլ աղբյուրները, օրինակ նույն ծխախոտի օգտագործման տարածվածությունը, ճարպակալման, ավելորդ քաշի, ֆիզիկական ակտիվության եւ պետք է ասեմ, որ մեր զեկույցներում եւ առողջապահական համակարգի գործունեության գնահատման ինքը տնային տնտեսությունների նաեւ իր մեջ ընդգրկում է տնային տնտեսությունների հետազոտություն եւ սա իրականացվում է 3-4 տարին մեկ, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք պատկերացրեք ծխախոտի օրենքն է ներդրվում, մենք պետք է իմանանք ռեալ ինչքան մարդ է ծխում եւ մենք ինչ արդյունքներ ենք ունենալու կամ նույն ճարպակալումը ու ավելորդ քաշը։ Նաեւ ասեմ, որ 2016 թվականին արվեց հետազոտություն WHO-ի մեթոդաբանությամբ եւ այս ամենը մեր կայք էջում կա։ Նաեւ այնինչ որ դուք ասում եք, ոնց ինչ հեշտությամբ տվյալները դիտարկել, որպեսզի չդժվարանան եւ անընդհատ չնյարդայանալ, ասել ես ինչքան մեծ թիվ է, ստեղից բան հնարավոր չէ հասկանալ, մեր կայք էջում մենք ունենք ցուցահարթակ, որտեղ ինքը ակտիվ համակարգ է եւ դուք կարող եք ընտրել ըստ ուղղվածությունների սրտանոթային համակարգի հիվանդությունների դարանը, այնտեղ նշել ուզում եք բացարձակ թիվ, ուզում եք հարաբերական թիվ եւ տեսնել շարժընթացը 2010 թվականներից կան նաև ավելի վաղ տվյալներ եւ սա հնարավորություն կտա, որ դուք արդեն պատկերացում ունենաք եւ պետք է նաև ասեմ, որ մենք եւս մի հետաքրքիր հետազոտություն ենք իրականացրել, ինքը կոչվում է Fit Cities, այսինքն արագ սննդի ազդեցությունը բնակչության առողջության վրա եւ մենք գնել ենք եւս ԱՀԿ-ի մեթոդաբանությամբ արագ սննդի կետերից գնել ենք սնունդներ, մոտ 116 սննդատեսակներ եւ նաեւ խանութից, սուպերմարկետներից ուղարկել ենք լաբորատորիա եւ նոյեմբերին մենք ունենանք արդեն կհրապարակենք մեր տվյալները, թե տրանսճարպերի աղի եւ կոնկրետ շաքարի պարունակությունը տարբեր սննդամթերքների մեջ եւ ինչ ազդեցություն ունի։ Այսինքն մենք ոչ թե հենց այնպես կխոսենք, որ աղը ազդում է, տրանսճարպը ազդում է, մենք հստակ ցուցանիշ կունենանք։ Հարգելի Տիկին Անդրեասյան, հարգելի Բժիշկ Ամիրյան, ինձ հուշում են մեր գործընկերները, որ մեր եթերաժամը մոտենում է ավարտին։ Կարծում եմ, որ սա մեր առաջին եւ վերջին եթերը չի։ Դուք էլ համոզվեցիք, որ սա անհրաժեշտություն է, սա հանրային ընկալման կարևոր բաղադրիչ է եւ վերջակետ դնելու մի ճանապարհ է, ձև է տարատեսակ պնդումներին, արտահայտություններին, հրապարակումներին, որոնք ատելություն, խնդիրներ առողջապահության համակարգի նկատմամբ լարվածություն են առաջացնում հանրության շրջանում, մինչդեռ դրանք խեղաթյուրված ինչ որ առումով կներեք, բայց զեղծարարության ինչ որ դրսևորումներ են։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ այս փոքրիկ պատուհանը մեզ համար գտնելու եւ մեր միջոցով հեռուստադիտողին ավելի նոր որակապես մտածողության ձև հաղորդելու համար Տիկին Անդրեասյան, շնորհակալություն ձեր թիմին արված աշխատանքի համար։ Բժիշկ Ամիրյան, կարծում եմ պարտավորեցնող է, որ սրանից հետո ինչ որ բան պնդելուց առաջ չզլանանք եւ բացենք կարդանք այնինչ ըստ մեր եւ շատ մեր գործընկերների դիտարկման գոյություն չունի, Հայաստանում չկա վիճակագրություն, շատ եք չէ՞ լսել այս արտահայտությունը։ Դերևս կրկնական օրդինատոր այդ այն է, որ այդ ICD-10-ը գրում էինք, ուղղակի գրում ենք գրելու համար։ Արդյունք է, մենք ունենք պաշտոնապես NIH.am կայքը, որտեղ կարող ենք մտնել, տեղեկագրքերին ծանոթանալ, եթե ուզում ենք ավելի մանրամասն մոտենալ, խնդրել, կարծում եմ կաջակցեք եւ միշտ խորհրդատվություն տանեք։ Գրություններ պարբերաբար ու մեծ ծավալով, որովհետեւ տարբեր մարդիկ գիտությամբ են զբաղվում եւ իրենց անհրաժեշտ են այդ տվյալները եւ մենք բաց ենք եւ ցանկացած խնդրանքի գրության բնականաբար դրական արձագանք է լինում եւ մենք տրամադրում ենք այն բոլոր տվյալները, որը մեզ հասանելի են։ Շատ լավ, եւ կարծում եմ, որ մասնագիտական ասոցիացիաները եւս, եթե անձերը վերցնում են իրենց գիտական աստիճանի համար, մասնագիտական ասոցիացիաները պետք է ավելի համակարգված եւ ինստիտուցիոնալ գործ անեն։ Սելերստադիտող թույլատրելի բոլոր սահմաններն անցանք, պարզապես անսահման ծառավենք այսչափ այս հետաքրքիր գիտելիքների հանդեպ ձեզ առողջ առավոտ ենք մաղթում, ձեզ եւս բարով մնաք, շնորհակալություն։ Հաջողություն։
Thank you.